Բարի երեկո։ Շաբաթ ուշ երեկոյան ավարտվեց ՀՅԴ ընդհանուր 32-րդ ժողովը։ Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ժողովը նախ լսեց, քննարկեց եւ արժեվորեց կուսակցության անցած հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու թերացումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում կուսակցության գործունեությունն ու դիրքորոշումները, իր համահայկական եւ հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա։ Իր աշխատանքների ավարտին ՀՅԴ 32-րդ ընդհանուր ժողովը ընտրել է նոր բյուրոյի կազմը նորից չթվարկեմ, քանի որ այն հրապարակված է, նշեմ միայն, որ բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հրանտ Մարգարյանը, իսկ քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ։ Բարի երեկո, Մարգարյան։ Նախ թույլ տվեք շնորհավորել, միանում եմ բոլոր շնորհավորանքներին, որ այս օրերին հնչում են Հայաստանից եւ Սփյուռքից։ Շնորհակալ եմ։ Պարոն Մարգարյան, պաշտոնական հաղորդագրությունները կարծես ամեն ինչ ասում են, բայց իրականում շատ քիչ բան են ասում։ Ես ուզում եմ անդրադառնալ մինչև ժողովը նախ ստեղծված իրավիճակին, գիտեք, ձեր տպավորություն ունեմ, որ ձեր ժողովներից առաջ մի տեսակ այսպես խորհրդավորություն է տիրում, հա, խորհրդավորական շղար, տարբեր խոսակցություններ, ասեկոսներ, իրական կամ ոչ իրական, չգիտեմ, որտեղ են անելու ժողովը, Երևանից դուրս են, ինչ է կատարվում, արդյոք պարակտություններ կան, արդյոք ինչ-որ դժգոհություններ կան ներսից ու դրսից։ Դուք ինչպես եք դուք ժողովի մասնակիցները, ընդհանրապես կուսակցությունը ինչպես է վերաբերում այս կարգի իրողություններին։ Գիտեք, մեր կուսակցությունը ժողովների լուրջ են անում եւ մեր ժողովները լուրջ են, իրական ժողովներ են, դա ցուցադրական ինչ-որ շոուեր չեն, դա իրական ժողով է, որտեղ քննարկումը տեղի ունենում եւ որոշումներ են կայացվում։ Բնականաբար ժողովի նախորյակին, ցանկացած ժողովի նախորյակին ստեղծվում է մի քիչ ավելի մեծ լարվածություն, մի քիչ ավելի մեծ ազատություն, մի քիչ ավելի մեծ տարաձայնությունների մթնոլորտ, որտեղ ժողովի ենք պատրաստվում։ Եվ այդ ժողովին պատրաստվելու ժամանակ այդ տեսակ բաներ կարծեմ բնական է, այսինքն նախորյակի ամեն ժողովի նախորյակին բնական է այդ կարծիքների տարբերությունը, կարծիքների բախումը, այսպես։ Այս անգամ հավանաբար արտարոսային էր, որ դրանք որոշ չափով ունեցան հրապարակային բնույթ։ Անշուշտ ես հավատացած եմ եւ կարծում եմ ասածից մեջ ձևական բաժին գոյություն չունի։ Մեր դաստիարակություն ունեցած, դաշնակցականի դաստիարակություն ունեցած մարդը անկարելի է, որ ներկուսակցական խոհանոցը հրապարակայնացնի։ Անշուշտ կարելի է ռազմավարության, ուղղության, քաղաքական հարցերի շուրջ հրապարակային ելույթներ լինեն, հրապարակային հոդվածագրություն լինի, քննարկում լինի նաև հրապարակայինորեն, բայց այսպես ասած ներխոհանոցային հարցերը դժվար թե որևէ դաշնակցական դրսևորի։ Այս առումով կարծում եմ, որ մի քիչ արտառոց վիճակ գոյություններ քան նախորդ ընդհանուր ժողովները, բայց ես հավատացած եմ, որ դա երրորդ ուժի գործ էր, այսինքն դա դաշնակցականի գործ չէր, որտեղ ես հավատացած եմ, մեր մեջ կարող են տարաձայնություններ լինեն, կարող են կարծիքների տարբերություններ լինի, բայց վերջապես այդ տարբերությունները դաշնակցականների միջև են, երկու կողմն էլ դաշնակցական են, այս կարծիք ունեցող կամ մյուս կարծիք ունեցող, բոլորն էլ դաշնակցական են։ Դժվար թե դա այդպես լինի։ Մեկը փորձեց ջուր պղտորել, մեկը փորձեց տրամադրություն փչացնել, մեկը փորձեց մթնոլորտ ստեղծել, հավանաբար չճանաչելով մեզ դաշնակցականներից, որ մենք կարող ենք այո վիճել, բանավիճել, կարող ենք բախվել իրար, բայց վերջը կառնենք որոշում եւ որոշումը բոլորիս համար պարտադիր կլինի։ Այդուամենայնիվ այս անգամ այսպես անուղղակիորեն կարծես թե դուք էլ նշեցիք խոսքի մեջ, որ այդ տարաձայնությունները մի փոքր ավելի սրված էին, սրված մրցակցություններ եւ բյուրոյի անդամների եւ նաեւ ներկայացուցիչի ընտրության հարցում։ Չեմ ասի, ամենայն դեպս արդյունքները շատ ավելի հեշտ է ձեռք բերվել,
քան այն տպավորություն մթնորդը որ կար, այսինքն իրականության մեջ 2/3-ից եւ ավելիով ընտրություն է տեղի ունեցել, այսպես ասեմ, գրեթե միակամություն է եղել արդյունքների առումով, արդյունքը շատ ավելի հեշտ է ցեղբերվել, քան այն ինչ որ այն մթնորդը որ կար մեզ շուրջ։ Ամենայն դեպս ժողովի պարագայում չի կարելի ասել, որ որևէ մեկը հաղթել է, որտեղ նախ ընկերոջ նկատմամբ ոչ պարտվում է, ոչ հաղթում է։ Ընկերները կարող են վիճաբանեն, հասնեն պարզաբանումների, հստակեցումների, եզրակացության եւ երկուսն են հաղթած են։ Հիմա չասենք, որ դուք հաղթել եք բյուրոյի ներկայացուցիչ։ Իսկապես ես կարծում որևէ անձ չկա, որ հաղթել է, եթե հաղթող կա դաշնակցությունն է, ընկերների նկատմամբ հաղթանակ տանելը կարծում եմ շատ արտառոց է դաշնակցական հասկացողության համար։ Այո, մենք քննարկում ենք կատարել, կարծիքների տարբերություն եղել, իրական քննարկում է կատարվել, բայց հասնենք միացյալ եզրակացությունների, միասնական եզրակացությունների եւ այստեղ հաղթողի ու պարտվողի հարց չի կարող լինել։ Լավ, էլի պիտի վերադառնամ այդ ստեղծված մթնոլորտին մինչև ժողովը։ Ժողովի ընթացքում էլ այդ կարգի տեղեկությունները շարունակվում էին եւ դեռ ժողովը կարծեմ թե չէր ավարտվել, երբ մամուլում հայտնվեց մի հայտարարություն Հույդա Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամների անունից, այն մասին, որ 24 Հույդա անդամներ հրաժարվում են կուսակցական պատկանելությունից եւ անցնում են այլ քաղաքական ուժի անդամակցության։ Իրականում ինչ էր տեղի ունեցել։ Բանն անում է որ տելերիվ շինծու հայտարարություններ, որտեղ Սպիտակում մենք 24 ընկեր չունենք, շատ ունենք, բայց տեղում չեն։ Մեր այսօր տեղում եղած ընկերների թիվը բավական փոքր է, մեկը փորձել էր մթնորդ ստեղծել։ Դա էլ նույն ձեռակիրն է, որ երրորդ ուժ փորձում է կուսակցության համար ստեղծի մթնորդ վիճակ, հույս ունենալով, որ կլինեն միամիտներ, կլինեն անտեղյակներ, որոնք կխաբվեն, զոհ կերտան այդ բանի եւ ինչ որ վիճակի մեջ կհայտնվեն։ Դա միակ պարական չի, ուրիշ պարակա էլ կա այդպիսի, բայց դա կազմակերպական վիճակ չի, այսինքն կազմակերպության մեջ իրողություն չի, դա կազմակերպության շուրջ եղած իրողություն է։ Այսինքն ուրիշներ փորձում են կազմակերպության վրա ազդել սուտ հայտարարություններ տարածելու։ Այսինքն այս մարդիկ ձեր կուսակցության հետ առնչություն չունեն, որևէ մեկը չունի։ Բնականաբար ճնշող մեծամասնությունը 95%-ը մեզ հետ առնչություն չունեն։ Իսկ այն անունները, որ օգտագործվել է, նույնիսկ դրանք հաճախ անտեղյակ են, թե ինչ է կատարվել իրենց անունից։ Ամենայն դեպս մենք խնդիր չունենք, մենք խնդրեմ ունեն հավանաբար մարդիկ, որ հայտարարություն են արել։ Իսկ մարդիկ կա, որոնց համար ձեռնտու է սուտ իրավիճակներ ստեղծել, կեղծ պատկերներ ստեղծել, ասում անճարը կուտի բանջար։ Երբ չեն հաջողում, փորձում են այդ ձևերով մթնորդ ստեղծել, խաբել ուղղակի խաբել մարդկանց։ Այդ քայլն է որ կատարվել է իրականում խորքային ոչ մի բան գոյություն չունի։ Եվ այս համատեքստում էլի մի դրվագում էլ ձեր անունը շոշափվեց կապված Facebook-ի օգտատերերից մեկի հետ կապված այդ պատմությանը։ Տեղյակ եք այդ մասին, թե չէ։ Նավակ ճոճուղի։ Հա, դա նկատում։ Ես ճիշտ ասած այդ նավակ ճոճուղի գոյության մասին իմացել եմ, երբ հարցը վերագրվեց ինձ ինչ-որ ձևով։ Նախքան ես չեմ էլ իմացի, որ այդպիսի անձ գոյություն ունի, որտեղ ես Facebook-ի մեջ չկամ, իմ հետաքրքրության սահմանների մեջ չի, ես իմացել եմ հետագայում, որ կա այդպիսի անձ, որ այդպիսի անձ նաև իրան շատ կռեիկ եւ վատ է պահել մեր ընկերոջ պարակայում, ավելի շատ ինքը մտածել է, կամ իր շրջապատը մտածել են, որ արժանի է ծեծ ուտելու այն ինչ որ ինքն արել է։ Պետք է նախ ասեմ հստակ, որ մենք ծեծով չենք կարծում, որ կարելի է հարց լուծել եւ դրա հետ ոչ մի առնչություն չունենք, բայց որտեւ ինքը կարծել է, որ արժանի է մեր կողմից ծեծ ուտելու, ով որ ծեծել է ձեռքը չցավը։ Լավ, հիմա անցնենք ժողովին, ընդհանրապես ինչպես գնահատվեց կուսակցության նախընթաց ժամանակահատվածի գործունեությունը։
ժողովի Ես կարծում եմ, որ դժվար է մի երկու նախադասությամբ ամբողջ իրավիճակը ներկայացնել, բնականաբար կային քննարկումներ, որ մենք ինչ ձեռքբերումներ ունենք, ինչ կորուստներ ունենք, կարող էինք շատ ավելի մեծ ձեռքբերումներ ունենայինք, քան սա, բայց կար մեկ ընդհանուր եզրակացություն, որ մենք հայկական իրականության մեջ գործող դրական պատասխանատու ուժն ենք քաղաքական։ Մենք այն հայկական իրականության մեջ այն քաղաքական ուժն ենք, որ դրականը եւ պատասխանատու է։ Եվ կարծում եմ սա ամենամեծ գնահատականն է, որ մենք կարող ենք մեզ տալ, որը կարծում եմ նաեւ ուրիշները հանգիստ խղճով դա կտան։ Մենք եղել ենք խոսակիցը, գործակիցը, թե ընդդիմության, թե իշխանության։ Բայց այդտեղ մենք սկզբունքներ չենք զիջել, սկզբունքներից չենք հրաժարվել, որտեղ պետք է եղել, անհրաժեշտ եղել, մենք ընդդիմության հետ ենք աշխատել, իսկ երբ եղել է պետական հարց, երկրի անվտանգության հարց, մենք չենք խուսափել նաև իշխանության հետ համագործակցելուց։ Բայց մենք չենք համագործակցել իշխանության գոյությունը երկարաձգելու համար։ Մենք համագործակցել ենք, որպեսզի Ղարաբաղի հարցում ունենանք հաջողություն։ Մենք համագործակցել ենք, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների մեջ ունենանք առավելություն։ Մենք համագործակցել ենք, երբ այս երկրի անվտանգության խնդիրն է գոյություն ունեցել։ Բայց նաև եղել ենք ընդդիմադիր, իրական ընդդիմադիր, եղել ենք ընդդիմության դաշտում, համագործակցել ենք ընդդիմադիր ճակատի մեջ եւ ընդդիմության համար ստեղծել ենք մեր ուժերի չափով եւ գուցե մի քիչ ավելին ստեղծել ենք նպաստավոր պայմաններ ընդդիմության ազդու լինելու, ազդեցիկ դառնալու իմաստով։ Պարոն Մարկարյան, ձեր այդ կեցվածքը կուսակցության ներսում նկատի ունեն ոչ միայն հայաստանյան կառույցի, այլ ամբողջ կուսակցության ներսում ինչ ընկալում ունի, ինչ վերաբերմունք ունի։ Գիտեք ինչի եմ հետաքրքրում, որովհետև Հայաստանում կարծես այս ստեղծված իրավիճակը բերել հանգեցրել է մի կետի, երբ որ մարդկանց համար, իհարկե դա չգիտեմ լավ է, վատ է, բայց մարդկանց համար մի չափանիշ գոյություն ունի, եթե դու ընդդիմություն ես, ուրեմն պետք է իշխանությունների հետ շփվես, եթե դու իշխանությունների հետ ես շփվում, ուրեմն դու առանձնապես ընդդիմություն չես, եւ այդ շփումը նույնիսկ ձեր ասած պետական հարցերում, պետականության, չգիտեմ, անվտանգության եւ այլն, մի տեսակ առանձնապես դրական ընկալում չունի հանրային, ճիշտ եմ թե չէ։ Ես այս քանի ժամանակ այս վերջի մեկ ամիսը ինձ հաճախ բռնում եմ մի մտքի վրա, ասում եմ Ֆրանսիայում տեղի ունեցավ մի հատ թերորիստական ակտ, որտեղ մի շարք անմեղ մարդիկ էին զոհվել, թվով 14, 16 անմեղ մարդ զոհվեց այդ թերորիստական ակտի պատճառով։ Ամբողջ երկիրը միասնականություն ցուցաբերեց։ Մի վտանգ զգացին, որ Ֆրանսիայի մասշտաբով երկրի համար շատ մեծ չէր, բայց ամբողջ երկիրը փորձեց միասնական կեցված ցուցաբերի։ Հենց այն ընդդիմությունը, որ չի ընդունում իշխող ուժին, առաջին ինքը վազեց, կանգնեց երկրի նախագահի կողքին, որ կա վտանգ, որի համար պետք է ֆրանսիացի ժողովուրդը, Ֆրանսիայի ժողովուրդը պետք է միասնական կեցված ունենա։ Մենք ամեն օր սահմանի վրա զոհ ունենք։ Մենք գրեթե պատերազմական վիճակի մեջ ենք։ Մենք արդեն պատերազմի մեջ էինք։ Իբրև թվում էր մեզ, որ զինադադարի ժամանակաշրջանը, բայց վերջի դեպքերը ցույց են տալի, որ սկսվել է մաշող պատերազմ։ Միայն հունվար ամսին կարծում եմ 1/10-ից բարձրանում է մեր զոհերի թիվը, եւ սա չի կարող չազդի, սա չի կարող հետևանք չունենա քաղաքական ուժերի դիրքորոշումների մեջ։ Սահմանը այս երկրին է պատկանում եւ սահմանի վրա տեղի ունեցողը առաջի հերթին պետք է հետաքրի բոլորին, ամբողջ ժողովրդին։ Ես զարմանում եմ ինչ պետք է լինի, որ մենք կարողանանք միասնական լինենք, որ այս իշխանությունները թերություն ունեն, անշուշտ ունեն, որ այս իշխանությունները կարող են շատ ավելի նպաստավոր վիճակ ստեղծեն, հոգատար վերաբերմունք ունենան այս ժողովրդի նկատմամբ եւ թե ժողովրդավարության համար
թե սոցիալական արդարության առումով ունեն հստակ անելիքներ եւ պետք է անեն եւ կարող են անեն եւ պետք է անեն եւ այդ առումով մենք պետք է պահանջատեր լինենք, բայց այս հարցը չի կարող պատճառ դառնա, որ մենք արտաքին վտանգի նկատմամբ միասնականություն ցույց չտանք։ Եթե ուրիշ ժողովուրդներ կարողանում են դա անեն, մենք երբ պետք է դա անենք։ Ինչ որ վտանգն է, որ մեզ պետք է համախմբի, որ վտանգն է, որ մեզ պետք է պատասխանատվության կանչի։ Սա վտանգ է, որ մեր երկրին ուղղված։ Ես չեմ ասում, որ այդ վտանգը պետք է պատճառ դառնա, որ մենք մեր ներքին հարցերը չկարևորենք եւ չզբաղվենք։ Ոչ։ Բայց մենք մեր շեշտադրումները պետք է փոխենք, մեր ոճը պետք է փոխենք։ Եվ առաջի հերթին ես այդ ակնկալիք ունեմ իշխանությունից, որ պետք է քայլեր առնի, որ այդ ժողովրդի միասնականության համար իսկապես ստեղծի համապատասխան հնարավորություն, ֆոն, համապատասխան կարելիություն եւ նաեւ ես ակնկալում եմ, որ քաղաքական ուժերը հասկանան վտանգի չափն ու տարողությունը եւ նույնպես համապատասխան կեսվածներ ունենան։ Դաշնակցությունը այն քաղաքականությունը, որ կիրառել է Հայաստանում, անկախ այն բանից, որ ով է հավանում, ով չի հավանում, գնահատվում է վերջի վերջո, թե ընդդիմության, թե իշխանության կողմից։ Վերջապես փաստ է, թե ընդդիմությունն է փնտրում մեր համագործակցությունը, թե իշխանությունն է փնտրում մեր համագործակցությունը։ Սա նշանակում է, որ նախ մենք դրական ուժ ենք, մենք ազդու ուժ ենք։ Իրենք փնտրում են մեր համագործակցությունը, որտեղ գիտեն մենք մաքուր ուժ ենք, մենք սկզբունքային ուժ ենք, մենք հետին նպատակներով խաղացող ուժ չենք, որտեղ որքան էլ ուզում են մեզ քննադատեն, բայց երբ միաժամանակ ասում են արիք համագործակցենք, նշանակում է մեր չեն մեժում, նշանակում է հավատում են, որ դաշնակցությունը մաքուր ուժ է, զորավոր ուժ է, ազդու ուժ է, եւ ամեն մեկն էլ ուզում է իր հետին լինի։ Մենք մեր ժողովրդի, մեր երկրի հետ ենք։ Մեր ժողովրդի ու մեր երկրի համար պատրաստ ենք, այո, լինել ընդդիմության հետ, ընդդիմության տարբեր ուժերի հետ, լինել նաեւ ինչ որ տեղ, երբ երկրի անվտանգության հարցը կա, իշխանության հետ, հասկանալով, որ մենք ընդդիմադիր ուժ ենք։ Մենք գործադրին մաս չեն կազմում եւ նպատակ էլ չունեն կազմելու։ Բայց սա չի նշանակում, որ սահմանի հարցով, իրավիճակի հարցով մենք պետք կարող ենք մենք անտարբեր լինենք, անհոգ լինենք, անպատասխանատու լինենք։ Դրանք տարբեր խնդիրներ են։ Քաղաքական ուժի, ազգային ուժի էությունը հենց այս պետք է լինի, որ մենք կարողանանք հասկանանք, որն է այս սահմանը, որ մենք մեր ներքին հակադրությունները, մեր ներքին պայքարը պետք է տանենք մինչև այդտեղ։ Այդ սահման այնտեղը, որտեղ արտաքին վտանգն է կախված այս երկրի վրա։ Ադրբեջանը իր ներքին խնդիրները մեղմելու համար փորձում է պատերազմ սկսել, փորձում է արտաքին արճակատման վտանգ ստեղծել, որպեսզի մեղմի իր ներքին հարցերը։ Ես հաճախ տեսնում եմ հիմնական պատճառը Ադրբեջանի ներքին խնդիրներն են։ Ես այդպես եմ հավատացած։ Հիմնական պատճառը իրանց ներքին հարցերը կոսկելու, շեղելու նպատակն է հետապնդվում։ Մեզ մոտ հաճախ ինձ թվում է, որ արտաքին վտանգը առիթ ու հնարավորությունը ներքին հարցերը արծարծելու, որը անընդունելի է։ Ես հասկանում եմ սոցիալական արդարության համար, ժողովրդավարության կայացման համար մենք մեր երկրում մեջ իրական պայքար ունենք, պետք է այդ պայքարը տանենք, պետք է պահանջատեր լինենք եւ պետք է հասնենք արդյունքի։ Մենք հասկանում ենք, մենք հավատում ենք, որ սահմանադրության փոփոխությամբ դա կարող ենք անենք։ Սահմանադրության փոփոխությունը ամենաէական հարցն է այսօր մեզ համար, որ հիմնական լուծում կբերի երկրի հարցերի առումով։ Բայց նաեւ ուզում ենք բոլորը կարողանան հասկանալ, մենք աշխարհին ապացուցենք, որ եթե պատերազմ եղավ, ամբողջ հայությունը դառնալու է մեկ բռունցք։ Ամբողջ հայությունը իստուրս աշխարհի եւ Հայաստանի մեկ բռունցք ենք դառնալու, որ չթողնենք ոչ ոք կամք պարտադրի մեր երկրին եւ մեր ժողովրդին։ Սա ինձ համար
կարևոր հարցն է, սա կյանքի հարցը, սա մեր սերունդի խնդիրն է, սրանից ավելի կարևոր հարց չկա, ոչ մի հարց չի կարող այս հարցի հետ համեմատվի, ոչ իշխանության հասնելու մեր ձգտումը, ոչ իշխանությունը կործանելու մեր կիրքը չի կարող գա հավասարվի այս անհրաժեշտության հետ։ Երկրի անվտանգությունը, սահմանների պաշտպանությունը, օտարի կողմից մեզի կամք չպարտադրելը ամենակարևոր հարցն է այսօրվա, որի շուրջ պետք է համախմբված լինի ամբողջ հայ ժողովուրդը, որտեղ էլ որ նա գոյություն ունենա։ Մենք այն ինչ որ ձեռք ենք բերել 25 տարի պայքարելուց, զրկանքների եւ չարչարանքների իբրև արդյունք, մենք այսօր չպետք է կորցնենք ներքին պառակտման, ներքին ինքնանպատակ պայքարների պատճառով։ Պարոն Մարքարյան, սահմանի ստեղծված լարվածության միակ, ասեմ, հիմնական, թե գլխավոր պատճառը նշեցիք դուք Ադրբեջանի ներսում տիրող իրավիճակը։ Սա այդ լարվածությունը աղերսներ չունի, ասենք, ապրիլ 24-ի ցեղասպանության 100-ամյակի հետ կամ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ։ Երկրորդ պարագային դժվարանում եմ առնչված տեսնել, բայց առաջի պարագայում ցեղասպանության 100-ամյակի առիթով, որտեվ պարզը, որ մենք աշխարհին պետք է ներկայանանք քաղաքական մեկ այլ որակով, քաղաքական մեկ այլ մակարդակով պետք է աշխարհին մենք ներկայանանք, փորձը, որ դա էլ կարողանան սանձազերծել, դա էլ հարվածի տակ առնել, բայց հավատացած եմ, Ադրբեջանը չի հավատում, որ պատերազմով կարող է հարց լուծի։ Ադրբեջանը պատերազմով փորձում է իր հարցերը լուծել։ Եվ դրա գինը պահանջում է, որ մեր ժողովուրդը վճարի։ Մենք պետք է կարողանանք այնպես պինդ լինել, որ Ադրբեջանը հասկանա, որ դա իր համար ճանապարհ չի։ Դա իր համար ապագա տանող, ապագա կերտող ճանապարհ չի։ Դա իր հարցերը լուծող չի։ Դա իր հարցերը բարդացնող պետք է դառնա։ Բայց ամենակարևորը նա առաջերտին պետք է մեր իշխանությունները հասկանան։ Եթե այսօր մենք պետք ունենք ազգային միություն լինելու է արդարության պայմաններում, ազգային միություն ստեղծվելու ազատության պայմաններում, ժողովրդավարություն եւ սոցիալական արդարություն։ Սա է այս երկրի մեջ ամենահիմնական հարցը, որ մենք կարողանանք ներքին հարցերը շրջանցել եւ արտաքին ուժի նկատմամբ ստեղծել միասնական ճակատ։ Փառք Աստծո, Ադրբեջանի հետ հարաբերություններում ունենք բանակ, որ մինչ օրս արդյունավետ հակադարձում է եւ պահում է մեր սահմանները, մեր անվտանգությունը։ Մյուս կողմում այս միջոցին Թուրքիայի կողմից ձեռնարկվող քաղաքական չար խաղերին հակադարձելու մենք ինչքանով ենք պատրաստ։ Նկատի ունեմ այս հայտարարությունները, ապրիլ 24-ի Թուրքիայի նախագահի այդ հրավերը աշխարհի ընկերությունների եւ այլն։ Անընդհատ փորձում է մեզ ուրիշ դաշտ մղել։ Եվ մենք ինչ-որ առումով անցած տարիներին այդ կուտը կերել ենք, այսպես ասած, եւ գնացել ենք ուրիշ դաշտ։ Առաջի հերթին վերադարձն է մեր ուղիղ ճանապարհին։ Պետք է այս տարի 2015 թվականին պետք է ստորագրությունների հետ կանչվեն արձանագրություններից։ Պետք է փակվի այդ էջը։ Այդ էջը պետք է փակվի։ Սա ամենակարևոր բանն է, որ Դավիթ Օղլուները, այդ մարդիկ չմտածեն, որ այդ սուտ, խաբուսիկ հայտարարություններով անցյալը մոռանանք, դեպի ապագա երթանք, երկխոսություն, չգիտեմ, պատմաբանները քննարկեն, այս գործընթացին մենք պետք է վերջ տանք։ Խոսքը այսօր առճակատումի մասին չի Թուրքիայի հետ։ Առճակատումը մեկ ծայրահեղությունն է, զիջել իսկ սկզբանը, շեղվել ճիշտ ճանապարհից մեկ այլ ծայրահեղություն է։ Երկուսն էլ պետք է մենք հասկանանք, դրա հնարավորություն այսօր մենք չունենք։ Մենք պետք է կարողանանք մեր հստակ դիմակցող պահանջով հաստատակամությամբ աշխարհին ներկայանանք իբրև միասնական ժողովուրդ։ Պարոն Մարքարյան, դառնալով ներհայաստանյան իրողություններին, ձեր խոսքի մեջ
այսպես հպանցիկ ակնարկ արեցիք նաև սահմանադրական բարեփոխումներին, որ ենթադրում է կառավարման համակարգի փոփոխություն։ Ես անկեղծորեն չգիտեմ կառավարման նախագահական կամ կիսանախագահական համակարգն է ավելի արդյունավետ, թե խորհրդարանական կառավարման համակարգը, խորհրդարանականը չեմ տեսել, նախագահականն էլ տեսել եմ ու առանձնապես այսպես ոգևորված չեմ, բայց այստեղ մի նրբություն կա։ Հարցն այն է, որ իմ սուբյեկտիվ տպավորությամբ հանրային ավելի լայն շրջանակների մոտ ժամանակավրեպ է այդ սահմանադրական փոփոխությունների գաղափարն առաջ մղելը։ Դա մեզ համար կենսական անհրաժեշտություն է։ Գիտեք, մարդը կենդանուց տարբերվում է, որ կարողանում է իր նմանների փորձառությունից օգտվել։ Եթե մարդը չկարողանար ուրիշների փորձառությունից օգտվել, քարի դարում կմնար, չէր զարգանա։ Վերջապես կա աշխարհում փորձ, կան երկրներ, որ նախագահական են, կիսանախագահական են, կան երկրներ, որ պարլամենտական են, կիսապարլամենտական են, ես ինչ եմ բան։ Կան այս երկու բնագավառումը լավ ու վատ երկիրներ, բայց խորհրդարանական Հայաստանը անհրաժեշտությունը առաջի հերթին ազգային անվտանգության առումով արճակատում ներքին արճակատման մթնոլորտը պետք է մեր մեջ վերջանա։ Մեր մեջ պետք է բացառվի ներքին արճակատման վտանգը։ Արճակատումներով առաջ գնալու գործընթացը մեր ազգի համար վտանգավոր է։ Եվ դա կարող է միայն վերացնի խորհրդարանական տարբերակը, որտեղ կստեսվի հավաքական ղեկավարության հնարավորություն։ Սա իմ կարծիքով առաջի անհրաժեշտությունն է։ Երկրորդ թե ժողովրդավարությունը, որի մասին մենք խոսում ենք, հնարավոր է իրականացնել, այսպես ասած, անձի իշխանությունը վերացնել, անձի կամայական իշխանությունը կարելի է վերացնել պարլամենտական Հայաստանի դրությամբ, որտեղ քաղաքական ուժերը կպարտավորվեն երկխոսությամբ այս երկիրը առաջ տանել, այս երկիրը մղել առաջ զարգացման համար եւ ներքին անվտանգության, հանդուրժողականության, ժողովրդավարության առումով պարլամենտական Հայաստանը անհրաժեշտություն է։ Ով որ դեմ է, բոլոր այն ուժերն են առաջին դեմ, որ հավանական են տեսնում, որ կարող են նախագահի աթոռը իրենք ունենան, այսինքն իրենք դառնան բռնապետ, իրենք դառնան մեր իշխանությունը իրենց կողմից իրականացվի, ով որ հավաքական մտահոգություն ունի, հավաքական հոգս ունի այս երկրի ապագայի առումով, այս երկրի զարգացման ռեյսերի վրա տնելու, զարգացման ուղու վրա տնելու այս երկիրը պարլամենտական Հայաստանի կողմ կլինի։ Տրամաբանությունը սա է ասում։ Մենք պատրաստ ենք ցանկացած անձի հետ քննարկում կատարել հրապարակային, վիճել, որպեսզի ժողովուրդը կարողանա ճիշտ կողմնորոշվի։ Լոզունգներով պետք չի այս երկիրը նույն տեղում պահել։ Եթե մենք ուզում ենք զարգացման ուղի դուրս գալ, պետք է թույլ տանք անկեղծորեն համարձակվենք, գանք խոսենք, վիճենք իրար հետ, թողնելով որ ժողովուրդը կողմնորոշվի։ Սա ամենակարճ ճանապարհն է։ Ով որ հրաժարվում է այդ քննարկումից, նշանակում է, որ իր ուժերը չեն բավարարում։ Ինքը փորձում է ինչ-որ մի ատելության, ինչ-որ մի սխալ պատկերացումի, մի սխալ քաղաքականության հետև թաքնվելով բռնապետության տեր դառնալու։ Այս անգամ իրենց կողմից բռնապետության տերը դառնալու։ Մենք ուզում ենք այս երկիրը զարգացման ուղի դուրս բերել։ Մենք ուզում ենք բացառենք ներքին առճակատումը, մենք ուզում ենք այս երկրում հաստատել իրական ժողովրդավարություն եւ զարգացման հնարավորություն։ Մենք իհարկե առաջիկայում ենթադրում եմ մարտ-ապրիլ ամիսներին ավելի շատ առիթներ կունենանք խոսելու այս բարեփոխումների մասին։ Այսօր բավարարվենք այսքանով, շնորհակալություն հայտնեմ, հաջողություն մաղթեմ բյուրոյի նոր կազմին եւ ձեզ որպես բյուրոյի ներկայացուցիչ ձեր հետագա անելիքներում։ Շնորհակալ։ Այսքանը սա երկրի հարցը ծրագիրն էր, ես այսօր զրուցում էի Հովիդա բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ։ Լավ մնացեք։